Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ուզում եմ խոսել Արևմտյան Հայաստանի առաջին մայրաքաղաք Վանի մասին, որն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում։ Վանը գտնվում է Վանի մարզում, Վանա լճի արևելյան ափին։ Ներկայումս քաղաքում բնակվում են քրդեր։ Վանը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարում Վանի Սարդուրի թագավորի կողմից և այդ շրջանում կոչվում էր Տուշպա։ Այն նաև կոչվել է Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն, Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով։ Գտնվելով հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված է երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից շրջապատված էր Վանա լճով, իսկ հարավային կողմից հայկական Տավրոս լեռան արևելյան հատվածներով։ Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից կանգուն է մինչ օրս։ Քաղաքի կեսը թաղված է այգիների մեջ, այդ թաղամասը մինչ օրս հայտնի է Այգեստան անունով և ձգվում է մոտ 4,5 կիլոմետր։ Այգեստանում էր գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության, բերդի և պալատի հետ մեկտեղ Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ էին, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը։ 20-րդ դարի սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Սուրբ Տիրամայր, Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Նշան, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Էջմիածին, Սուրբ Սահակ, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Վարդան և Սուրբ Ծիրանավոր։ Վանը եղել է միջնադարյան հայ գրչության և մշակույթի խոշորագույն կենտրոնը։ Այստեղ գործում էին տարբեր կարգի 10 վարժարաններ։ Դրանցից համեմատաբար խոշոր և հայտնի էին Սուրբ Ղուկասյան ու Երեմյան կրթարանները և Պորտուգալյան կենտրոնական վարժարանը։ 20-րդ դարի սկզբին քաղաքը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը պարսպապատ բուն քաղաքն էր և կոչվում էր քաղաքամեջ, իսկ մյուսը Այգեստանն էր, փռված ընդարձակ տարածության վրա։ Վանի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադեմիկոս Մարի և Օրբելու 1916 թվականին քաղաքում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով։ 1916 թվականից հետո մինչ օրս թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վանում հնագիտական հետազոտություններ կատարելը։ Վանի տարածքով հոսում ու Վանա լիճ են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները։ Բարձր լեռան լանջին գտնվում են Չարխի ֆալակը և Մհերի դուռը։ Վանում է գտնվում Ագրավի քար կոչվող ժայռը, որը ըստ ավանդության կապվում է Սասունցի Դավիթ էպոսի հետ։ Փոքր Մհերը իր հոր Սասունցի Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռի քարանձավի մեջ։ Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից մանանայով սնվում են Մհերն ու իր ձին՝ Քուրկիկ Ջալալին, այնուհետև նորից փակվում են։ Եվ Մհերը պատգամել է. «Քանի աշխարհը չար է, հողն էլ ծուլացել է, այս աշխարհում ես չեմ մնա։ Երբ աշխարհը ավերվի, նորից շինվի, երբ ցորենը լինի մասուրի չափ, երբ գարին լինի ընկույզի չափ, այդ ժամանակ ես դուրս կգամ այս ժայռից»։ Վանա լճի հետ է կապված նաև հին առասպելներից մեկը, որի համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցիկ աղջիկ ուներ Թամար անունով։ Նրա գեղեցկության մասին գիտեին բոլորը։ Հարևան պետությունների իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Թամարի ձեռքը խնդրելու, սակայն արքայադուստրը բոլորին մերժում էր, և նրան փախցնելու վախից Արտաշես թագավորը Թամարի համար մի շքեղ ոսկեպատ պալատ է կառուցում Վանա լճի մեջտեղում գտնվող կղզու վրա։ Բայց թագավորը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է մի հասարակ երիտասարդի։ Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին, և այդ լույսը տեսնելիս տղան նետվում էր Վանի ջրերը և լողում դեպի իր սիրած աղջկա ափի ուղղությամբ։ Այդ խարույկի լույսը պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը չվնասեն նրան։ Մի անգամ երկնքից փոթորիկ իջավ լճի վրա և հանգցրեց կրակը։ Տղան չգիտեր, թե որ կողմ լողա, և սկսեց կանչել իր սիրեցյալին. «Ախ, Թամար, ախ, Թամար», սակայն պատասխան չստացավ և խեղդվեց Վանա լճի ալիքներում։ Այդ օրվանից Վանա լճի կղզին անվանվում է Աղ Թամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության։
Վանի հետ կապված կան շատ ասացվածքներ։ Վանեցիների մեջ տարածված էր հետևյալ ասացվածքը. «Վանը այս աշխարհում է, դրախտը այն»։ Ամերիկացի միսիոներ Էյնոլսը ասել է. «Դժբախտություն պիտի լիներ առանց վանը տեսնելու մեռնելս»։ Եվ վերջում հոլովակը եզրափակենք հայտնի հայագետ Լինչի խոսքերով. «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել վանը և հետո մեռնել»։ Այսքանը, հաջողություն։